Մինչև բոլորովին վերջերս մենք խոսում էինք, որ Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ, հիմա մենք պիտի խոսենք այն մասին, որ Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են արհեստական բանականության գործարանները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին կապված Հայաստան ադրբեջանցի մասնագետների գալու հետ, որոնք ուսումնասիրել են Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծի անցկացման հնարավորությունը։ Սպայդրությամբ բնականաբար մեր մեծ իրադրության մեջ բան չի փոխվել, բայց այն պլանները, որ մասնավորապես ներդրողներն ունեն արհեստական բանականության ոլորտում նոր գործարաններ կառուցելու առումով Հայաստանի Հանրապետությունում, դա մեզ ստիպում է մտածել, որ մենք մեր էներգետիկ ռազմավարությունները պետք է նորից վերանայենք, որպեսզի այս նոր պայմաններին եւ ակնկալիքներին համապատասխան կարողություններ ունենանք, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ ասել, որ մեր ռազմավարությունը էներգետիկ 100%-անոց անկախությունն է, ինչի մասին ես նախկինում ասել եմ, ինչպես Հայաստանում արևային կայանների եւ կուտակիչ կայանների զարգացում, արևային ռեսուրսներով Հայաստանը ավելի քան առավել քան հարուստ է եւ կուտակիչ կայանների, բայց իհարկե սա չի նշանակում, որ մենք միջազգային առևտրից էլեկտրական էներգիայի դուրս ենք մնալու, երբեմն կարող ենք մենք արտահանել, երբեմն կարող ենք ներկրել, այդ թվում Ադրբեջանի հետ կարող ենք ունենալ գործընկերություն, գործակցություն, այդ թվում էլեկտրաէներգիա արտահանելու եւ ներմուծելու մասով, ինչպես մնացած բոլոր երկրների հետ, Թուրքիայի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Վրաստանի հետ եւ այդպես շարունակ։ Մարզպետների մասով ես ճիշտն ասած էլի եմ լսել, որ այդպիսի բան քննարկվում է, բայց որտեղ է քննարկվում, ես ճիշտն ասած լավ չեմ պատկերացնում։ Մեզ եւ Եվրամիությունը եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդն ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները շատ թափանցիկ ձևով ասում են հետևյալը, ասում են հիմա դուք ասել եք, ընդունել եք օրենք եւ ասել եք, որ նաեւ այդպիսի այլընտրանք եք ձևավորում ձեզ համար, չեմ իրենք ակնկալում են, որ մենք հիմա կատարենք ընտրություն երկու այլընտրանքների միջև։ Մենք ասում ենք, եւ ես էլ իմ ելույթում յատում, ասում ենք մենք քանի դեռ այն երկրորդ այլընտրանքը ձևավորված չի, մենք չենք կարող ընտրություն կատարենք։ Եվ իմ ամբողջ ելույթը ԵԱՏՄ-ի դրան էր նվիրված։ Ես ասում եմ հիմա մենք ոնց հանրաքվե անենք Հայաստանը Եվրամիություն թե ԵԱՏՄ, որովհետև հանրաքվե անելու համար պետք է նախընտրական քարոզարշավ անել, չէ՞։ Այդ նախընտրական քարոզարշավի ժամանակ մարդիկ հարցեր են տալու, չէ՞։ Այդ երկրորդ այլընտրանքը գոյություն չունի։ Եվ մենք հանրաքվե ապագայում անպայման կանենք, բայց դա տեղի կունենա այն բանից հետո, երբ որ մենք պաշտոնապես առնվազն նախ մենք ինստիտուցիոնալ առումով որոշակի նախապատրաստական աշխատանքներ արած լինենք, երկրորդն էլ դիմաց լինենք Եվրոպական միությանը անդամակցության հարցով, պաշտոնապես դիմաց լինենք, որ ոչ, մեզ եւ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն հավասարաչափ եւ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչեւ մենք մեր հանձնառությունը այլընտրանքներ ձևավորելու կատարած կլինենք եւ մեր ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին։ Իմիջիայլոց կարա ընտրությունն էլ, ուրիշ ընտրությունն էլ կա։ Այս մենք երկուսը նշում ենք, կա երրորդ ընտրությունը, որ կարող է երրորդ նախաձեռնությունը լինի ոչ ԵԱՏՄ, ոչ ԵՄ, ոչ են ենք ուզում, ոչ են ենք ուզում։ Բայց իսկ ով ասել, որ բոլորը պարտադիր ինչ որ տեղ գնում, կարա այդ երրորդ տարբերակն էլ լինի։ Իմ խնդիրը հետեւյալն է, եւ ես ասում եմ, իհարկե ասում եմ, որ ԵԱՏՄ հայտնի ղեկավարի ասածը տենց ինչ որ դեր ունեցել է, բայց խնդիրն այն չի, որ մի քաղաքական գործիչ մի բան է հայտարարել, Հայաստանի Հանրապետությունն էլ դրան արձագանքում է այսպես, ինչպես ընդունված է ասել, over react անում։ Խնդիրը այդ ելույթը չի։ Խնդիրը այդ ելույթի տակ ընկած ընկալումն է, որը ի վերջո մենք պետք է հարգելի գործընկերներ իրար աչքերի մեջ նայենք
եւ ասենք այն, որ այն ինչ որ Բելարուսի նախագահը ասել է, դա եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մի շարք երկրների ընկալումն է Հայաստանի Հանրապետության մասին, խորը ինստիտուցիոնալ ընկալումը։ Երկաթուղու հետ կապված ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարբերակ 1. ուղղակի պայմանագիրը խզել, դա ընդունելի չի մեզ համար, որովհետև բարեկամական չի, մենք ուզում ենք բարեկամական լուծում։ Բարեկամականը, որ Ռուսաստանի մեր գործընկերները կոնցեսիոն իրավունքը վաճառեն երրորդ կողմին շուկայական նորմալ գնով։ Ընդ որում նաև փորձագետներ կան արդեն գներ են ասում, որ օբյեկտիվորեն ինչ կարող է արժենալ դա, որ բավականին ծանրակշիռ գումարը հաշվի առնելով նաև այս ընթացիկ իրավիճակները։ Մենք նայում ենք լավ այդ տարբերակը զգում ենք, որ գուցե Ռուսաստանի գործընկերները այդքան էլ հարմարավետ չի։ Հետո նայում ենք, ասում ենք, իսկ կա տարբերակ, որ իրանց խնդիրն է massամբ լուծի, մեր խնդիրն էլ massամբ լուծի։ Հետո տեսնում ենք, որ փորձագետների հետ էլ ենք չի աշխատում, որ ասում ենք լուծում, մի հատ տեսեք ինչ լուծում կա։ Գալիս են, ասում ենք, արա սենց տարբերակը լինի, որովհետև այդ կառավարումը կամ ինչ որ ուրիշ մոդել դրվի, որ ասենք ենթադրենք ինչ որ մի մասնաբաժին պահպանվի, մի մասնաբաժին օտարվի, բայց այնպես որ մնա փոքրամասնության մասնաբաժինը, որովհետև հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Մի ուրիշ գաղափար է գալիս, որ լիցենզիան գուցե բաժանվի երկու մասի։ Որն է, ասենք մենք ունենք հիմա մենք երկաթուղին եւ ենթակառուցվածքը եւ ենթակառուցվածքի օգտագործումը փաթեթ է։ Ասենք օդանավականի դեպքում այդպես չի, որովհետեւ օդանավականի դեպքում օդանավականի կառավարումը ուրիշ խնդիր է։ Թռիչքներ իրականացնելու խնդիրը ուրիշ խնդիր է։ Մենք ունենք մի օդանավական մի կառավարող, ունենք բազմաթիվ ավիաուղիներ, որոնք այդ բանից օգտվում են, կան այնտեղ ուրիշ ընկերություններ, մի մասը բորդ սնունդ, առևտուր եւ այլ։ Գուցե տենց մոդելները հնարավոր է կիրառել։ Մտածում ենք դրա ուղղությամբ եւ այլն եւ այլն։ Ես նկատի ունեմ, մենք տենց ստատիկ կանգնած չենք, որ մենք այս հայտարարել ենք եւ հայտարարել ենք։ Այսինքն աշխատանք է տեղի ունենում, հասկանանք որտեղ այն կետը, որտեղ մենք կարող ենք այդ բարեկամական լուծում գտնել։